Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Դոնալդ Թրամփը փորձում է պահել փխրուն հրադադարը, բայց իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Իսլամաբադում ընթացող բանակցությունները մտել են վճռորոշ փուլ, որտեղ յուրաքանչյուր սխալ քայլ կարող է պայթեցնել տարածաշրջանը։ Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Միևնույն ժամանակ Իսրայելը շարունակում է հարվածները, անտեսելով դիվանագիտական ճնշումը։ Միջուկային ծրագիրն ու էներգետիկ վերահսկողությունը դարձել են գլխավոր բախման կետեր։ Տարածաշրջանը կախված է մեկ որոշումից, որը կարող է փոխել ամբողջ աշխարհը։ Աշխարհը սպասում է՝ պատերազմ, թե վերջին պահին փրկություն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բաց տեքստով հայտարարել է՝ Լիբանանի համար հրադադար չկա։ Իսրայելը շարունակում է հարվածները, թիրախավորելով Հեզբոլլահի դիրքերը։ Բեյրութում իրավիճակը արագ վերածվում է հումանիտար աղետի։ Զոհերի թիվը աճում է, իսկ ենթակառուցվածքները փլուզվում։ ԱՄՆ-ն ահազանգում է, բայց իրական ազդեցություն չունի եւ սահմանափակվում է միայն կոչերով։ Արևմուտքը բաժանվում է, իսկ տարածաշրջանը պայթում։ Հորմուզի նեղուցը դարձել է աշխարհի ամենավտանգավոր կետերից մեկը։ Իրանը վերահսկում է նավերի անցումը եւ խաղում է նավթի գներով։ Ամեն մի սահմանափակում անմիջապես ցնցում է համաշխարհային շուկաները։ ՆԱՏՕ-ն եւ եվրոպական երկրները պահանջում են ազատ նավարկություն։ Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան զգուշացնում են էներգետիկ ճգնաժամի մասին։ Լարվածությունը հասել է կարմիր գծին։ Մի սխալ եւ աշխարհը կմտնի էներգետիկ քաոս։ Դոնալդ Թրամփը բացահայտ հարվածում է Հյուսիսատլանտյան դաշինքին։ Նա մեղադրում է եվրոպական դաշնակիցներին անգործության մեջ։ Վաշինգտոնը սպառնում է կրճատել իր ներգրավվածությունը։ Ֆրանսիան եւ Գերմանիան փորձում են պահել միասնականությունը, սակայն ներսում ճաքերը խորանում են։ Դաշինքը կանգնած է լուրջ փորձության առաջ։ Արևմտյան միասնությունը սկսում է քանդվել ներսից։ Իրանը պահանջում է իր միջուկային իրավունքի ճանաչում։ Միացյալ Նահանգները պահանջում է լիակատար սահմանափակումներ։ Թրամփը խոսում է հնարավոր զիջումների մասին, բայց Իրանը դա կտրուկ հերքում է։ Կողմերը խոսում են, բայց չեն լսում միմյանց։ Բանակցությունները մտել են փակուղի, լուծում չկա, իսկ լարվածությունը աճում է։ ՄԱԿ-ը բարձրաձայնում է, Լիբանանը փլուզման եզրին է։ Ռմբակոծությունները ոչնչացնում են քաղաքներն ու ենթակառուցվածքները։ Հազարավոր մարդիկ մնացել են առանց օգնության։ Միջազգային կազմակերպությունները պահանջում են հրադադար, բայց մեծ տերությունները չեն կարողանում համաձայնության գալ։ Օգնությունը ուշանում է, իսկ ճգնաժամը խորանում։ Լիբանանը դառնում է նոր հումանիտար աղետի կենտրոն։ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հայտարարել է զատիկի հրադադար։ Ուկրաինան պետք է պատասխան տա, կընդունի թե ոչ։ Նախկինում նման քայլերը հաճախ ավարտվել են խախտումներով։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել էր սահմանափակ դադար, բայց վստահությունը գրեթե զրոյական է։ Կողմերը մեղադրում են միմյանց։ Հրադադարը կարող է լինել ընդամենը մարտավարական քայլ։ ՆԱՏՕ-ի ներսում բացահայտ խնդիրներ են ի հայտ գալիս։ Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդունում է, որոշ երկրներ ձախողվել են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է դաշնակիցներից։ Եվրոպան փորձում է հավասարակշռել իրավիճակը, սակայն միասնականությունը քայքայվում է։ Ճգնաժամը դառնում է համակարգային։ Արևմուտքը կանգնած է լուրջ բեկման առաջ։ Չինաստանը ուժեղացնում է իր դիրքերը Ասիայում։ Հարավային Չինական ծովում զորավարժությունները ուղեկցվում են կոշտ հայտարարություններով։ ԱՄՆ-ն պատասխան քայլեր է ձեռնարկում։ Ֆիլիպինները եւ Վիետնամը անհանգստացած են։ Տարածաշրջանը վերածվում է մրցակցության դաշտի։ Պեկինը խաղում է երկար խաղ։ Լարվածությունը կարող է պայթել ցանկացած պահի։ Միացյալ Թագավորությունը փորձում է վերադառնալ մեծ խաղ, պաշտպանական եւ դիվանագիտական ակտիվությունը աճում է։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ռիշի Սունակը կոչ է անում ավելի ակտիվ դեր։ Թիրախը Ասիա խաղողովկիանոսյան տարածաշրջանն է։ Սա պատասխան է Չինաստանի եւ Ռուսաստանի ազդեցությանը։ Միացյալ Նահանգների հետ դաշինքը մնում է առանցքային։ Լոնդոնը փորձում է վերաշարադրել իր գլոբալ դերը։